անհեթեթ հարցերին, տեսակետներին որևէ պատասխան չկա, ավելին խելագարություն։ Տերասողիկ Քահանա Կարապետյանը կարճ է մեկնաբանում Հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի դեմ ուղղված Փաշինյանի արշավը։ Համարում է պետական մակարդակով ծրագրվող բացահայտ ահաբեկչություն ու համապատասխան կառույցների, պետական ներկա ու նախկին գործիչների ուշադրությունը հրավիրում դրա վրա։ Նախորդին նա այդ առնչությամբ Facebook-ում գրել էր. Ինչ է, ժողովրդին բախման եք տանում, Սուրբ եկեղեցու բակն արյամբ եք ուզում լցնել։ Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն եւ տիրոջ հոծյալի դեմ ամբոխի ուղեկցեն։ Հայոց եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է, պատրաստ նահատակվելու։ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ Facebook-յան գրառմամբ հայտարարեց համակարգող խումբ ձևավորելու նախաձեռնության մասին, որը նրա խոսքով կարգավորելու է վեհարանն ազատելու եւ նոր կաթողիկոս ընտրելու կազմակերպչական հարցերը։ Անհրաժեշտ է գործունք հայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել նրանք, ովքեր Փաշինյանի ձևակերպմամբ հավատում են Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, աղոթում են ամեն օր ու պահել են մեծ պահքը։ Էական չէ, կին է թե տղամարդ, աշխարհիկ է թե հոգևորական։ Համակարգող խմբի առաջին 10 անդամին ընտրելու է Փաշինյանը։ Ցանկացողներին առաջարկում է անուն, ազգանունն ու հեռախոսահամարը, մասնագիտության ու զբաղմունքի մասին կարճ ինֆորմացիան ուղարկել իր էլեկտրոնային հասցեին։ Դա սահմանադրության կոպտակում խախտում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, որովհետև Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են։ Դա հստակ ամրագրված է Հայաստանի սահմանադրության առաջին գլխում, մասնավորապես 17-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանադրության հստակ ամրագրում է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Սահմանադրության 18-րդ հոդվածն էլ է արգելում իշխանության միջամտությունը եկեղեցու գործերին։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորվում են նաև 2007 թվականին ընդունված օրենքով, որը նույնպես արգելում է իշխանության միջամտությունը եկեղեցու ինքնավարությանը։ Դա վերաբերում է նաև կաթողիկոսի ընտրության հարցին։ Կաթողիկոսի նոր ընտրություն կարող է լինել միայն երբ աթոռը թափուր է, վեհափառ հայրապետի մահվան կամ հրաժարականի դեպքում։ Նման իրավիճակ չունենք, դրան Փաշինյանը ուզում է հասնել ճնշման ու ահաբեկման միջոցով, նշում է սահմանադրագետը։ Ոչ իրավական ձևերով, կարելի ասել սպառնալիքների, շանտաժի միջոցով փորձում է ստիպել, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական տա եւ դրանից հետո էլի նույն սպառնալիքների, շանտաժի միջոցով փորձել հրավիրել ուրեմն ազգային եկեղեցական ժողով, որպեսզի կաթողիկոս ընտրվի իր ցանկացած անձը։ Այդպիսի գործողություններ կատարելու համար նա որևէ իրավունք չունի։ Եվ սահմանադրության 6-րդ հոդվածը, որը որ ամրագրում է օրինականության սկզբունքը, շատ հստակ նշում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք լիազորված են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար իրենք ունեն սահմանադրության կամ օրենքի թույլտվությունը։ Նման թույլտվություն բնականաբար ոչ սահմանադրությունը եւ ոչ օրենքը Փաշինյանին չեն տվել։ Վարդան Պողոսյանը շեշտում է, կաթողիկոսի ընտրությունը կարգավորվում է եկեղեցու կանոններով, ոչ թե վարչապետի ցանկությամբ։ Կաթողիկոս կարող է ընտրել միայն ազգային եկեղեցական ժողովը, իսկ ընտրություն հրավիրելու իրավասություն ունի միայն կաթողիկոսական տեղապահը, աթոռը թափուր մնալուց 6 ամիս հետո։ Փաշինյանը հակաիրավական գործողություններ է կատարում, ինչը ազգային ու կրոնական ինստիտուտները թուլացնելու նրա քաղաքականությունն է, նշում է սահմանադրագետը։ Փաշինյանը իր առջև նպատակ է դրել վերացնել այն ամեն ազգայինը, ինչը որ կա մեր սահմանադրությունում եւ մեր հասարակական քաղաքական կյանքում եւ այդ առումով ինքը շատ հետեւողական է։ Քաղաքագետ Ստեփան Դանելյանի համոզմամբ Փաշինյանի պայքարը ոչ թե եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ է, այլ սեփական իշխանությունը պահելու համար։ Եկեղեցու դեմ պատերազմը դա պատերազմ է հանուն իրենց իշխանության։ Եվ այս ամահու եւ կյանքի պատերազմ է, եկեղեցու դեմ պատերազմը։ Պետության եւ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու կանոնադրությամբ։ Քաղաքագետը շեշտում է, կուսակրոնության ուխտը, ինչի համար Փաշինյանն իբրև թե ուզում է հեռացնել կաթողիկոսին, եկեղեցու կանոնադրության հարց չէ։ Դա կարգավորում է միաբանության ներքին կանոնակարգը, ինչի հետ իշխանությունը կապ չունի։ Քաղաքագետն ու սահմանադրագետը վստահ են, Փաշինյանին չի հաջողվելու եկեղեցին շրջափակելով հաջողության հասնել։ Ես վստահ եմ, որ եթե Փաշինյանը գնա, ասենք,
2019 թվականի ճանապարհով հիշում եք, երբ որ ինքը անձամբ մասնակցեց մեր դատարանների շրջափակմանը, եթե նման բան նա կատարի, ես վստահ եմ, որ հասարակությունը առանց եկեղեցու կոչիել կամ որևէ քաղաքական կոչիել ոտքի է կանգնելու եւ թույլ չի տալու ոտնձգությունները մեր ազգային եկեղեցու նկատմամբ։ Այս դեմագոգիկ պոպուլիստական լոզունգը արդեն չի աշխատում։ Հիմա իրենք ինչ են ուզում անել, ասում են մի անգամ էլ օգտագործել հանգարց կարող է ստացվել եւ ժողովուրդ անեն, շրջափակեն Էշմիածինը, բայց քանի որ իրենց բարկանիշը իջել է եւ արդեն ատելություն է գեներացվում իրենց այդ իշխող ընտանիքի հանդեպ ընդհանրապես էլ գնալով ավելի է խորանում, այս ժողովուրդը կարող է իրոք դուրս գալ եւ պաշտպանել եկեղեցին։ Սահմանադրագետն ու քաղաքագետը կարծում են, որ եկեղեցին պետք է անտեսի Փաշինյանին, չենթարկվի սադրանքների, իսկ հերյուրանքներին արձագանքի զուսպ հայտարարություններով, այնպես, ինչպես մինչև հիմա արել է։